Բարի լույս մեզ միացած բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, ուզում եմ հիշեցնել, որ կարող եք մեզ դիտել նաեւ թվային հարթակներում, թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցը Անի Մկրտչյանն է, Armwool ծրագրի ղեկավարը։ Անի ջան, բարև ձեզ։ Հազար բարի լույս։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, բավականին հետաքրքիր ինֆորմացիոն առիթով ենք այստեղ հավաքվել։ Armwool ֆորումն է լինելու միջազգային, որը նորություն է եւ որի մասին կարծում եմ շատ քիչ է խոսվել, ինչքան ժամանակ է, որ ամեն դեպքում հայտնի է, որ կա այս ֆորումը։ Մեզ կպատմեք ինչի մասին է Armwool-ը։ Իհարկե, նախ շնորհակալ եմ հնարավորության համար։ Երևանում կանցկացվի Armwool միջազգային ֆորումը, որը հյուրընկալելու է աշխարհի տարբեր կողմերից ժամանած արհեստավորների, ֆերմերների, դիզայներների եւ թվային բլոկչեյն տեխնոլոգիաների մասնագետների։ Armwool-ը նվիրված է հայկական բրդին, մեր մշակույթին, մեր մշակութային ժառանգությանը եւ շրջանաձև տնտեսությանը։ Եվ այն տեղի ունենալու Հայ արտ կենտրոնում նոյեմբերի 17-ից 20-ը եւ բաց է լինելու հասարակության համար ամսի 18-ից 20-ը։ Դուք ինքներդ կարող եք գալ Հայ արտ մշակութային կենտրոն ամեն օր 12-ից 6-ը եւ ձեր ձեռքով շոշափել հայկական բրդի արժեշղթան։ Տեսնեք, թե ինչպես են մեր գեղեցկուհի կանայք մանում թելը, ինչպես են բնական գույներով ներկում մեր թելը, ինչպես այդ թելից արհեստավար մասնագետները տարատեսակ իրեր են գործում, այդ թվում նաև գորգեր, եւ անպայման մի բան եմ ուզում շեշտեմ, որ կարծում եմ հասարակության մեջ կա տպավորություն, որ հայկական գորգը, հայկական բուրդը ասոցացվում է ավելի տարեց մարդկանց հետ։ Այդպես չէ, եւ մենք մեր ֆորումով փորձում ենք նաեւ դա ցույց տալ, որ երիտասարդները շատ հետաքրքրված են այս բարձրաշեք հետաքրքիր նյութով։ Զարմանալի է։ Այո, մենք ունենք աշակերտներ, ովքեր գալու են եւ գոտիներ են գործելու, որոնք հետաքրքրված են, եւ ընդհանուր այս process-ը բրդի հետ աշխատանքը շատ հետաքրքիր է ու շատ գեղեցիկ։ Եվ իմ այս 18 ամիսների ուսումնասիրությունը, ինչ սկսել ենք այս ծրագիրը, ինձ թույլ է տալիս ասել, որ բոլոր մարդիկ, ովքեր բրդի արժեշղթայում են ներգրաված, շատ բարի ու հետաքրքիր մարդիկ են։ Եկեք ծանոթացեք այդ մարդկանց, զգացեք բրդի արժեշղթան ինքներդ։ Ֆորումը արդեն ասացի, որ ավելի ցուցահանդեսի ձևով է ներկայացված հանրության, այսինքն մենք ինքներս կարող ենք գնալ, ձեզ եւս հրավիրում եմ, շատ ուրախ կլինեմ, որ գաք։ Ֆորումի ընթացքում ամսի 18-ին նաև երիտասարդության դիզայնով հետաքրքրված մարդկանց համար ունենք բաց դասընթաց, որը կանցկացնեն մեր երկու միջազգային հյուրերը, Դենիել Հերիսը, Over London Cloth Company հիմնադիրն է, աշխարհում շատ հայտնի անգլիական կազմակերպություն է, որը բրդի հետ է աշխատում եւ մեծ բրենդերի հետ է աշխատում։ Նա հետաքրքիր զրույց է ունենալու եւ Իսպանիայից մեր մյուս գործընկերը TIFC Institute of Future Creations նա էլ խոսելու է բլոկչեյն տեխնոլոգիաների մասին եւ թե ինչպես կարելի է նյութը բլոկչեյնավորել։ Դրան կանդրադառնանք, բայց միանգամից հարց է առաջանում։ Այս ամիսներին, երբ դուք մեկնարկել եք այս ամբողջ ծրագիրը, գաղափարը ինչպես առաջացավ, որովհետև այդ ուղղությունը, այդ ոլորտը կարծում եմ այդքան էլ ուշադրության կենտրոնում չի եղել, այնպես չի, որ դարն էլ ասում է, որ սա ժամանակակից է, կարելի է սրան խոշորացույցի տակ, բայց ինչպես դուք մտաք այս process-ի մեջ, ինչը դրդեց եւ մոտիվացրեց։ Ինձ եկավ հրավեր հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամի կողմից, HDIF-ի կողմից, որոնք արդեն 20 տարի է Հայաստանի տարբեր մարզերում աշխատատեղեր են ստեղծում հայ կանանց համար եւ տարատեսակ պրոդուկտներ են ստեղծում։ Նրանք ուզում էին ավելի դեպի բնական նյութերը գնային, չօգտագործեին ակրիլ կամ այլ սինթետիկ նյութեր։ Ու քանի որ TIFC-ի հետ նրանք աշխատանքային փորձ ունեին Շրի Լանկայում, նրանք բանանից էին նյութ ստացել ու դա բլոկչեյնավորել էին, այդտեղ այդ համագործակցության արդյունքում եղավ ուսումնասիրություն, թե որ հայկական նյութը կարելի է ուսումնասիրել եւ որ հայկական նյութը իրենից արժեք ունի ու ստացվեց բուրդը։ Ինձ եղավ առաջարկ, ասեցին գաք այդ բլոկչեյն ծրագիրը ղեկավարեք, ասեցի այդ ի՞նչ է բլոկչեյնը, ու մեր գործընկերներն ասին մենք էլ չգիտենք
եկեք միասին ուսումնասիրենք ու հասկանանք ինչ է իրականում։ Անկեղծ ասեմ, ես էլ այդ ընթացքում գրեթե 6 ամիս չէի հասկանում ինչ է բլոկչեյնը, որովհետև տենց այդ 6 ամիսների ընթացքում 6-ից 1 տարվա ընթացքում շատ խոր ուսումնասիրություն եմ արել ընդհանուր հայկական արժեշղթայի մասին, բրդի արժեշղթայի մասին, թե ովքեր են ներգրավված, ինչ խնդիրներ կան, ինչ հոգսեր ունեն մարդիկ։ Ես ուզում եմ, որ դուք դա հիմա մեզ պատմեք։ Արժեշղթայի այդ առանձին փուլերը եկեք նկարագրենք ներկայացված մարդկանց, փորձենք հասկանալ ինչ ճանապարհ է անցնում բուրդը, մինչև հասնում է այդ թել կարգավիճակին ու արդեն վաճառքի է դնում։ Նախ երևի ամենակարևորը սկսենք գեոլոկացիայից, տարածաշրջանից, որտեղ են ոչխարները արածում։ Ինչ պայմաններում են արածում, հետո ինչ տեսակի ոչխարներ են։ Ոչխարների բուրդը որոշվում է միկրոններով, այսինքն դրանց խտությունը, որքան ավելի խիտ է բուրդը, այդքան ավելի կոպիտ է։ Մենք աշխատել ենք բալբաս ցեղատեսակի հետ ու մեզ համար կարևոր էր, որ մենք անպայման ունենանք տեղեկատվություն այդ ոչխարների ցեղատեսակ է Հայաստան։ Այո, դա բերվել է եւ լավ ադապտացվել է հայկական կլիմային։ Եվ ուսումնասիրություն ենք արել, նայել ենք թե ինչ վակցինացիաներ են կենթանիները արել, թե ոնց են իրանք իրար հետ կապված։ Այսինքն այդ ամեն ինչը շատ կարևոր է, որովհետև բլոկչեյն տեխնոլոգիաների հիմքում ընկած է ամբողջական ինֆորմացիան, թե տվյալ նյութը որտեղից է գալիս եւ ինչ տեղեկատվություն կարող ենք հավաքել դրա վերաբերյալ։ Հետո իմացանք, որ Ամասիայում ժամանակին հիմնվել է բրդի մանման եւ բրդի մթերման կենտրոն։ Գնացինք Ամասիատ, իմացանք, որ ցավոք սրտի այն շատ ակտիվ չի աշխատում եւ մանման կենտրոնը չկար, լվացման կենտրոնը կար, բայց մանման կենտրոնը չկար ու այս տարիների ընթացքում ստեղծեցինք մանման կենտրոն եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ արդեն 1 տարին կլրանա, որ մանման կենտրոնը չկար, լվացումից հետո ինչ էին անում բուրդը։ Ես ամենակարևորը չասեցի, դուք շատ կարևոր հարցի բերեցիք ինձ, որ Հայաստանում 90% բրդի վառվում է, որովհետև պահանջարկ չկա բրդի եւ պատճառները տարբեր են եւ այս վառելը շատ խորը բնապահպանական աղետ է իրականում եւ բացի վառելուց շատ հաճախ երբ որ խուզում են բուրդը դա թողում են հանդերում եւ դա նաեւ լուրջ հիվանդությունների կարող է հանգեցնել որովհետեւ ընթացքում դա մնում է նեղման process-ը լինում կարող է բուրդը ինչ որ հիվանդություն ոչխարը այո վարակների հետ այո աղբյուր է եւ այո իսկ ֆերմերը տարին մեկ անգամ անպայման ոչխարին խուզում է, որտեղ եթե չխուզի, ոչխարը կսատկի, այսինքն սա մի process է, որը այսպես թե այնպես արվում է։ Եվ այդ նախագիծը սկսելուց հենց down էինք մտքում, որ 90% այրվում է, ինչպես կարող է դա լինի, եւ արդյոք չկա պահանջարկ էս բրդի։ Ընթացքում արդեն այս ուսումնասիրություններում պարզեցինք ու հասկացանք, որ այո կա պահանջարկ թելի, ուղղակի շատ հաճախ դրսից էր ներկրվում, որովհետև չկար այստեղ մանման կենտրոնը չէր աշխատում եւ նաեւ երբ որ ստեղծեցինք մանման կենտրոնը, ուրախությամբ ասեմ, որ արդեն 1 տարի շուտով 1 տարին կլրանա, որ 8 կանայք աշխատանք ունեն Ամասիայում, մանման կենտրոնն ենք հիմնել, մեզ կենտրոնի հիման ընթացքում օգնեց նաև Հովնանյան հիմնադրամը, ընտանեկան հիմնադրամը 8 կանայք են, որոնք ամեն օր աշխատանք ունեն, նրանցից միայն մեկը աշխատանքային փորձ ուներ միջայդ, 40-ից 60 տարեկան կանայք են, որոնցից մի քանիսը երբևէ չէին էլ աշխատել։ Իսկ մասնագետներ կան համապատասխան բրդի հետ աշխատող, գոնե 1-2 ովքեր կկարողանան համապատասխան գիտելիքներով կիսվել։ Մի զավեշտալի բան ասեմ, որ խուզման համար Անգլիայից էինք մասնագետ բերել։ Արդեն ասացի, որ այս ընթացքում շղթան ուսումնասիրելուց տարբեր հարցեր բարձրացվեցին ու տարբեր խնդիրներ եղան ու շատ ժամանակ ստիպված էինք արագ արձագանքել, նույն երբ որ որոշեցինք ոչխարների բուրդը գնել, ասացին, որ խուզող լավ չկա, դեռևս մեր ապուպապերի նման էին խուզում մկրատով, բայց կա ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք շատ ավելի արագացնում են եւ հեշտացնում են եւ կենթանին էլ ստրեսի չի ենթարկվում։ Անգլիայից մասնագետ բերեցինք Ռոբի Հիսլոպը, որը շատ հայտնի է եւ YouTube-ում իր ալիքը ուներ ու ես չէի պատկերացնում, որ ոչխարի աշխարհում կան մարդիկ, ովքեր, այսինքն ամբասադորներ են եւ նրանց մասին բոլորը գիտեն, դա էլ է շատ հետաքրքիր փորձառություն իր հետ շփվել։
ինքը եկավ, մենք ստեղ 3 մասնագետի վերապատրաստեցինք, իրենց համար գործիքներ են գնել եւ մեր բլոկչեյն տեխնոլոգիայի մեջ գրված է, որ Հրայր անունով խուզողը խուզել է մեր ոչխարները, այսինքն դա եւս բլոկչեյնի մեջ արտացոլված է։ Այ իսկ հետաքրքիր է ընդհանրապես բրդի պահման պայմաններ, մինչև խուզերն էլ անգամ, ինչպես պիտի մշակել, ինչպես պահել այդ ոչխարներին, որպեսզի հետո իրանք պիտանելի լինեն, այսինքն խուզելուց հետո էլ խնդիրներ չլինեն, իսկապես արդյունավետ լինի այդ աշխատանքը։ Դա պետք է մաքուր պահել, բուրդը։ Այդպես Այո, լինում է, պետք է ավելի մաքուր պահել, քանի որ ֆերմերները շատ հաճախ գիտեն, որ իրանք դա թափելու են, իրանք դրա վրա ուշադրություն չեն դարձնում, բայց այն ֆերմերները ում հետ մենք սկսել ենք աշխատել եւ պայմանագիր ունենք, իրանք գիտեն, որ ավելի խնամքով պետք է վերաբերվեն, խուզելուց հետո հատուկ կտորե տարաների մեջ են պահվում, միջև լվանալը գործարանում, մեր Ամասիայի բրդի գործարանային ընդունում է եւ լվացման շատ հետաքրքիր գունագեղ process է անցնում։ Իմիջիալոց կարող եք այս օրերին, քանի որ տենց բուրդը արդիական թեմա է, մտնել Armwool Edge, կայք, մենք նաև Facebook-ում ու Instagram-ում կաք ու այդտեղ տեսնեք այդ ամբողջ process-ը ու մարդկանց, թե ինչպես է այդ process-ը լինում, համ լվացման process-ն ենք մենք ֆիլմում ցուցադրում, համ ներկման process-ը, համ մեր մանման կենտրոնի կանայք են շատ հաճախ խոսում իրենց աշխատանքային process-ի մասին։ Բացի Ամասիայից այլ որտեղ է ոլորտը, այսպես այլ որտեղ շանսեր ունի զարգանալու, որ ուղղություններում եք փորձում աշխատել։ Միջև մեզ, մեր լավ գործընկերը Գորիսի կանայք Վինետ կազմակերպության հետ, եթե չեմ սխալվում, նրանք ունեին մանման կենտրոն, ոչ լվացման, նրանք դեևս օգտագործում էին Ամասիայի լվացման կենտրոնը, իդեմս Ռուզանա Թորոզյանի, նրանք ստեղծել են այդ մշակույթը եւ Գորիսում շատ մեծ հաջողությունների են հասել եւ մեր ֆորումի շրջանակներում նրանք եւս լինելու են աշխատարանով եւ ցույց են տալու, թե ինչպես տարատեսակ իրեր կարելի է գործել բրդից։ Անի ջան, այս սկզբում դուք ասացիք այդ ներկերից էլ բնական ներկեր օգտագործելուց, կասեք տարբերակները ինչից են հիմնականում, ինչ ներկերից են օգտվում։ Նույն ժամանակին որթան կարմիրով են ներկեր, որը ամենահայտնին է դա։ Այո, տարատեսակ սկսած ռամաշկան հայերեն չի գալիս։ Երիցուկ։ Հա, երիցուկը ու տարատեսակ բազուկ եւ այլն, այնտեղ շատ տարատեսակներ կան։ Այ եթե գաք ֆորումին, այնտեղ ցես ավելի մանրամասն կպատմեմ, որովհետեւ այս կտորը ճիշտ ասած շատ լավ չեմ տիրապետում, ունեմ անունները ֆիքսած, որովհետեւ դե թող այդ փակագծերը բաց չմնան, որպեսզի ավելի հետաքրքիր լինի մեր Woolbase Studios-ի գործընկերները, ովքեր այդ ներկման կտորի համար են պատասխանատու, իրանք անպայման լինելու են ու կարող եք մոտենալ, ինքներդ ներկել, այդ ներկելու process-ն էլ է շատ հետաքրքիր, որտեղ sense նայում ես ինքը սկզբում սպիտակ բուրդ է, հետո ինչ որ տարայի մեջ անգնում, հետո ինչ որ process-ներ են կատարվում ու հետո դուրս է գալիս ու ֆանտաստիկ բնական գույնի թել է ստացվում, շատ էլի հետաքրքիր փորձառություն է։ Առհասարակ մարդիկ ոնց են արձագանքում այս ուղղության զարգացմանը, գյուղերում հատկապես, դե քանի որ այնտեղ է դա իրականացվում, պատրաստական են, ցանկություն ունեն ներգրավել process-ներում եւ արդյոք սա եկամտաբեր ուղղություն է ու կարելի է այն հնարավոր բոլոր մեթոդներով ու մեխանիզմներով տանել զարգացման։ Մեր ուսումնասիրությունները ասում են, որ եթե ճիշտ արտադրական process-ը գնա, եկամտաբեր process-ը, այս պահին կանայք վաճառելով իրենց ստեղծած բուրդը կարողանում են աշխատավարձ ունենալ, այսինքն կոնկրետ մանման կենտրոնը շուտով արդեն լրիվ կայուն բիզնես մոդելով կգնա եւ իրանք ոնց որ առանձին խումբ են դառնալու լրիվ անկախ մեզանից եւ մենք տենց նպատակ ունեինք հենց ամենասկզբում, երբ որ այդ մանման կենտրոնը ստեղծվում էր, ցավոք սրտի բրդի խուզումը դեռևս ֆերմերների համար ավելի շատ ծախս է, քան օգուտ, որովհետև շատ հաճախ բրդի մթերումը այն գնով չի իրականացվում, որ նրանք կուզենային իրականացվեր եւ մենք դրա վրա ենք աշխատում եւ այս ամբողջ արժեշղթայի մեջ մենք փորձում ենք հզորացնել արժեշղթան, որ բոլոր մարդիկ, ովքեր ներգրաված են արժեշղթայում, ֆերմերից սկսած վերջացրած դիզայներով, որ
այդ տվյալ կարպետը կամ գորգը կամ սփռոցը դիզայն է անում կարողանա ճիշտ վարձատրվի եւ դա ոնց որ գլխավոր նպատակներից մեկն է բրդի արժեշախտայի հզորացումը մենք գիտենք որ ձեռքի աշխատանքը ընդհանրապես միշտ թանկ է չէ գնահատվում ու սա մի գործընթաց է որտեղ սկզբից մինչև վերջ ձեռքի աշխատանքը մինչև գորգը գործելը ամբողջը մարդն է անում ու այստեղ ավտոմատացված կարծես թե ոչինչ չկա չէ ճիշտ եմ հասկանում ինչ որ process-ներ փոքր բայց հիմնականը հենց ձեռքի է դա արդեն բարձրացնում է գինը բայց ոնց է վերաբերմունքը նաև դրսում կուզեմ հասկանալ դրսում ձեռքի աշխատանքի հանդեպ ընկալումը եթե հնարավորություն լինի արտադրանքը տանել դուրս արդյոք դա եւս կարող ենք ասել որ հաջողություն կգրանցի շատ էլի ինձ համար լավ հարց բարձրացրեցիք այո ձեռքի աշխատանք է եւ այս վերջերս մի խոսակցություն ունեինք որ Հայաստանում միանշանակ չենք կարող մրցել տենց մասսայական արտադրական ինչ-որ բաներով, որովհետև միանշանակ համ տարածաշրջանը մեր տեղը այն չէ եւ հնարավորությունները տեսանկյունից այն չեն եւ մենք կարող ենք մրցել միայն բարձրարժեք ապրանքներով եւ դրսում շատ մեծ հետաքրություն կա մեր բրդի հանդեպ եւ այս ապրանքների հանդեպ, որոնք որ մենք ստեղծում ենք, մեր արժեշղթայի բոլոր մասնակիցները նույն հաճախ լինում են միջազգային ֆորումներ դրսում, օրինակ այս վերջում մենք Իտալիայի բրդի ֆորումում էինք ու այնտեղ խայտարակ մեծ հետաքրություն կար մեր թելի հանդեպ, որովհետև ի տարբերություն մնացած թելերի, մեր թելը ամբողջությամբ վերահսկելի է, իսկ այսօր շատ գնորդներ, հատկապես նման պրոդուկտների, քանի որ գորգերը դրանք բարձրարժեք հատկապես ձեռքով գործած գորգերը բարձրարժեք են համարվում, նման գնորդներին շատ հետաքրքիր է, թե ինչպես է թելը ստեղծվում, ովքեր են մանում, այսինքն այդ թափանցիկությունը արժեշղթայի շատ կարևոր է եւ մեր բրդի հանդեպ մեծ հետաքրություն կա եւ Անգլիայում եւ նույնիսկ Հնդկաստանում, որը շատ հայտնի է իր բրդով իրականում։ Ինչ է տալիս օրինակ գնորդին իմանալ թե ով է թելը մանել։ Եկեք ձեզ հարցնեմ, ինչ կտա ձեզ, ենթադրենք Եթե զուտ անուն ազգանունի իմաստով է դա տեղի ունենում, մի քիչ ես այդքան էլ լավ չեմ հասկանում, ուզում եմ դուք ընդհանուր բացատրեք, էլի դա։ Եկեք պատկերացնենք մի բան։ Այս տարի մենք բլոկչեյնավորել ենք Ոսկե Ծիրանի 8 կարպետները։ Եվ այդ բլոկչեյնավորման ընթացքում ամեն կարպետ ունի իր ունիկալ յուրահատուկ կոդը, որը հիման վրա ամբողջ արժեշղթան է երևում եւ ոնց որ արժեշղթան ավարտվում է ձեզանով եւ երբ որ դուք գնում եք այդ գորգը երևում է որ այսինչ մարդը գնել է այդ գորգը ու ենթադրենք դուք հասարակ մարդ եք ով որ հնարավորություն է ունեցել այդ կարպետը գնի եւ ունենա իր տանը ինչ արժեք դա կտա ձեզ իմ դեպքում ես sense կպատասխանեի որ դա իմ համար մի յուրահատուկ իր կլիներ որ ես կարող էի սերնդից սերունդ փոխանցեի ասեի որ այս Ոսկե Ծիրանի շրջանակներում ֆրանսիացի դիզայներներ են դիզայնարել ահա կոլեկտիվ կենտրոնը կուրացիան արել SSS մարդիկ, այսինքն դա մի հատ յուրահատուկ պատկություն է, որը ինքը իրանով արժեք է եւ որը երբեք իր արժեքը չի գցելու հակառակ տեխնոլոգիաների զարգացումով, այն ամեն ինչ որ շոշափելի է եւ տեխնոլոգիայի հետ որոշակի կապ ունի, շատ ավելի շատ է թանկանալու, երբ որ մեկ օր դուք որոշեք այդ կարպետը վաճառեք, ձեր բլոկչեյնի կտորը, ոնց որ ձեզանից հետո մեկ այլ բլոկչեյնի ավելանալու արդեն այդ մարդը եւ արժեշղթան էլի շարունակվելու է եւ դա իրանով շատ ունիկալ բան է կարծում եմ որովհետեւ այսօր մասսայական շուկաներում երբ որ մենք ինչ-որ բան ենք գնում դա ունիկալ չէ մենք մի քանի անգամ հագնում ենք դա գցում ենք կամ նույն գորգերը որոնք գնում ենք շատ հաճախ դրանք երկար մեզ չեն ծառայում բայց մեր բրդյա գորգերը էսթետիկայի հետևից են չէ բոլորը գնում այսօր ինձ թվում է ավելի տրենդերի հետևից ինչը շատ լավ է իրականում մենք դրա մասին էլ ենք շատ մտածել որ իրականում կարելի է համադրել ամեն դեպքում եւ ժամանակակիցը եւ որակյալը մի հատ նաեւ շատ կարեւոր էլի ինձ շատ դուր է գալի ձեր բոլոր հարցադրումները որտեղ ոնց որ լրիվ այն ամեն ինչի մասին եք հարցում ինչ որ ես ուզում եմ պատմեմ ինչը կամ համարում եմ կարեւոր է
մենք համարում ենք, որ այն ամեն ինչ որ արել են մեզանից առաջ մեր մեծերը, շատ կարևոր է եւ դա կարևոր է պահպանել նույն գորգերը, երբ որ իրան գործել են վիշապագորգով կամ ծաղիկներով կախված տարածաշրջանից, բայց այսօր կան այն ամեն ինչ որ մենք տեսնում ենք փողոցում, չի համընկնում նրա հետ, թե ինչ է արտացոլում այդ հին գորգերը։ Դրա համար անպայման պետք է նոր դիզայններ լինեն, աշխատենք ավելի ժամանակակից արտիստների հետ, որոնք հետաքրքիր դիզայններ տան, որը կարտացոլի նոր ներաշխար եւ հայկական տարրերը մոռացության չմատնելը։ Իհարկե, կրկնել պարտադիր եւ մեր գործընկերները նույն Արցախ կարպետը, նույն Թուֆենկյանը, նրանք բոլորը կրկնում են նախքին նախշերը, բայց ժամանակակից դիզայնը շատ կարևոր է եւ վստահեցնում եմ ձեզ, երբ որ դուք տեսնեք այդ ժամանակակից դիզայնը, մեկը դուք այդ հայկականությունը կզգաք, որովհետեւ մարդը հայ է ստեղծել այն եւ իր հայ ուղեղից է բխել եւ անհնար է ուղղակի նույնիսկ ես ավելի էներգետիկան նույնիսկ կգա վստահաբար։ Այո, եւ ես ավելի քան վստահ եմ, որ երիտասարդների մոտ շատ ավելի ոնց որ արձագանք կլինի։ Ու ես շատ եմ տեսնում, որ կա հետաքրքրություն, նույն մեր գործընկերը նորել կազմակերպությունը, որ մեզ համար կազմակերպել է այս ֆորումը։ Այնտեղ կա հիմնադիրներից մեկը, ով որ իր տան համար գորգ է գործում, ավելի ժամանակակից դիզայնով վերցրել է իր մայրիկի ու հայրիկի ծննդավայրերը, դրանք միացրել է եւ շատ հետաքրքիր էլի հայկական նախշերով այդ ժամանակակից գորգ է գործում իր նոր տան համար։ Կարծում եմ կարևոր է պիտի ազգային արժեքները պահպանել եւ դրանք ամեն գնով փորձել համաշխարհային շուկա դուրս բերել։ Այո, դրա համար ոնց որ բրդի մեր ֆորումի, Armbu ֆորումի շրջանակներում անպայման խոսել ենք մշակութային ժառանգության մասին եւ Ժողովրդի թանգարանից հյուր ունեն Կարինե Բազարյանը, ով գալու է խոսի հենց այդ ժառանգության մասին, թե ուր էին բոլորը, երբ որ մենք բրդի հետ առնչություն ունեինք։ Որ ժամանակահատվածում այդ կապը կտրվել, երբ մենք սկսել ենք այլևս չաշխատել, որովհետև շատ ժամանակ առաջ հայերը բավականին ակտիվ են եղել։ Իհարկե, կար հայ գորգը, տարբեր գործարաններ կային, նույն Արցախում Արցախ կարպետը շատ մեծ գործարաններ ուներ եւ 200 հոգուց ավել աշխատատեղեր նրանք ունեին։ Կարծում եմ այդ գլոբալիզացիոն այդ շրջանն է ու առհասարակ նոր մասնագիտությունների ձևավորումն էլ է, չէ՞, ինչ որ։ Այո, մարդկանց հետաքրքրությունները, բայց կարծում որ նույն այդ շրջանաձև տնտեսության տեսանկյունից Հայաստանը շատ ավելի լավ դերում է եւ տեղում է, քան շատ զարգացած երկրներ, որտեղ մենք դեռևս մեր հին կոշիկը, մեր հին հագուստը դեռևս վերանորոգում ենք, դեն չենք նետում, դեռևս գիտենք ասեղի թելի հետ ոնց վարվել՝ ի տարբերություն եվրոպացիների, որոնք նոր բացահայտել են, որ կարող են մենակ ատելյե ստեղծել։ Շատ տենց հետաքրքիր փորձառություն ունեի այդ մեր շրջանաձև տնտեսության խորհուրդ գոյություն ունի Հայաստանում ու Նիդերլանդներ էին գնացել ուսումնասիրության այցի ու մեզ տենց տարան մի հատ ատելյե, որտեղ հագուստ էին վերանորոգում ու բոլորը տենց ծափահարում էին իրանց արածի համար, որ մենք հագուստ ենք վերանորոգում, մենք դեն չենք նետում, այնինչ մենք ասենք մեր ամեն բոլորիս բակերում մի հատ կոշկակար եւ մի հատ փոքրիկ արտել կոչվածը կա, այսինքն այս ամեն ինչը նույն շրջանաձև տնտեսության տեսանկյունից է կարևոր, որ մենք փորձենք պահպանենք, քիչ սպառենք, որտեղ դա շատ կարևոր է, որ ինչ որ նախ ժառանգություն թողենք մեզանից հետո ոչ թե ասենք ինչ որ լաթի կտորներ, այլ ինչ որ արվեստի գործեր, ինչու՞ չէ։ Այո։ Եվ վերջում Անիջան, ուզում եմ ես ներկայացնեք արդյոք պետության հետ այս իմաստով կա համագործակցություն, թե չէ, որովհետև նման կարևոր ուղղություններում պետությունը պիտի իր մասնաբաժինը ունենա համագործակցության, իր, չգիտեմ, պատասխանատվությունը իր վրա վերցնելու, ուղղությունը զարգացման տանելու, ինչ փուլում եք դուք այդ իմաստով։ Մենք պետության հետ դիալոգ սկսել ենք ու բավական արդյունավետ, նույն մեր մանման կենտրոնի սենյակները համայնքապետարանի շենքում են, համայնքապետարանն է մեզ տրամադրել, այսինքն իհարկե աշխատատեղերի ստեղծումը կարևորում է պետությունը ու նաև այս ամենը կարևորում է մեր ֆորումի ընթացքում նրանք եւս մասնակցելու են պանելային քննարկումներին, մեր խնդիրների մասին են իմանալու, մենք նաև ոնց որ տարբեր այցելություններ ունեցել ենք, տարբեր հանդիպումներ ունեցել ենք ու շատ մեծ հետաքրքրություն կա հատկապես կրթության նախարարության կողմից հենց ժառանգության կտորի
տեսանկյունից էկոնոմիկայի նախարարության հետ էլ հետաքրքիր դիալոգ ունենք, որը հույս ունենք, որ շուտով շատ կզարգացնենք, որտեվ այս արժեշղթայում շատ տարատեսակ խնդիրներ կան, որ հենց պետության ձեռքը բռնած միասին պետք է լուծենք։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շատ շնորհակալ։ Մեզ հետևողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով զրույցներ գործարար ալիքի եթերում առաջին խոսափողի մոտ Անի Մկրտչյանն էր, Արմվոլ ծրագրի ղեկավարը, իսկ դες համար տաղավարում Մոնիկա Մամյանը աշխատեց։ Կհետևեք մեզ, բաց չթողնելու մյուս հաղորդումները, այսքանը այսօրվա համար, հաջողություն։